यहाँ से हम लोगों को कुछ हेल्प नहीं मिल रहा है, ठीक है ना। मालिक भी कुछ रिस्पॉन्स नहीं दे रहा, खाली टाइम पे टाइम लिया जा रहा है, ठीक है। और हमारे पास इसके Իջևանի Grand Textile կարի արտադրամասում աշխատող հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատավորներին համոզեցին կասեցնել բողոքը, խոստանալով բանակցություններ սկսել երկուշաբթի եւ խաբեցին։ Այսօր դերձակները կրկին դուրս են եկել փողոց։ Ֆաբրիկայի տնօրենը, որ 3 օր անտեսում էր նրանց եւ նույնիսկ զանգերին չէր պատասխանում, երկուշաբթի եկել է գործադուլավորների մոտ, հայհոյել եւ սպառնացել է նրանց, ինչպես դա անում է աշխատանքի ընթացքում։ Իպրեսեյին պատմել են դերձակները։ Մայիսի 8-ին մի քանի տասնյակ աշխատողներ գնացել են Իջևանի ոստիկանության բաժանմունք, տնօրենության դեմ բողոք ներկայացնելու։ Ոստիկանները չեն ընդունել նրանց եւ խնդրել են վերադառնալ արտադրամաս։ Միգրանտ աշխատողներին անտեսել է նաեւ Հնդկաստանի դեսպանատունը, հորդորելով ինքնուրույն լուծել գործատուի հետ խնդիրները։ Գործադուլի մասնակիցները պատմել են իպրեսին, որ աշխատում եւ ապրում են ֆաբրիկայի տարածքում։ Պայմաններն անտանելի են, հաճախ հիվանդանում են, բայց ոչ մի բուժօգնություն չեն ստանում։ Տնօրենը ստիպում է նրանց պայմանավորվածից 2 անգամ ավել բաճկոններ կարել, ինչը գործնականում անհնարին է։ Նա իսկապես խոշտանգում է մեզ, պատմել է դերձակներից մեկը։ Հավելավճարների մասին խոսք չկա։ Պայմանագրում նշված 8 ժամի փոխարեն ստիպում են 11-ից 12 ժամ օրական աշխատել։ Իմ նորման ավելացրել են մինչև 120 կտոր, հիմա 200 են պահանջում։ Դա անհնարին է, դա խոշտանգում է։ Տնօրենը խաբել է մեզ։ Այսօր եկանք ոստիկանության բաժանմունք, մտանք ներս, 4-5 հոգի խոսում էին, բայց ոստիկանությունը փախչում է մեզնից, մեր բողոքը չեն գրանցում, չեն լսում մեզ, իպրեսին ասել է աշխատողներից մեկը։ यहाँ से हम लोगों को कुछ हेल्प नहीं मिल रहा है, ठीक है ना। मालिक भी कुछ रिस्पॉन्स नहीं दे रहा, खाली टाइम पे टाइम लिया जा रहा है, ठीक है। और हमारे पास इसके खिलाफ एविडेंस है, ये एविडेंस हमारे पास मौजूद है। मैं कुछ भी कानून का लीगल तरीके से जाना नहीं चाहता हूँ, मेरे पास सारा लीगल तरीके से हम हैं और कोई अनलीगल तरीके से हम नहीं है। हमारा मांग यही है, हमारा एम्बेसी आए और हमारा क्लियर करे हमें क्या करना है। नहीं सुनता तो फिर हम लोग जो भी कदम होगा उठाएंगे, उसका जिम्मेदार इंडियन एम्बेसी होगा और कंपनी का मालिक दिलावर, रेहाना, मरियाना और मानिया, चारों आदमी होगा इसका जिम्मेदार। Իջևանի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։ Ներքին գործերի նախարարությունը իպրեսեյին ասել է, որ ոչ մի խնդիր չկա, ակցիա չի եղել, բողոք չի եղել։ 8 ամիս առաջ միգրանտների նախորդ գործադուլի ժամանակ Հնդկաստանի դեսպանությունը եւ Հայաստանի աշխատանքի տեխնիկությունը արձագանքելով հրապարակումներին ստիպված եկել էին ֆաբրիկայի տարածք եւ խոստումներ կորզել տնօրենությունից, որ աշխատավարձը կբարձրանա, որ աշխատանքային պայմանները կբարելավեն։ Սկզբից որոշ փոփոխություններ եղան, դադարեցին մեզ ատրճանակով սպառնալ, հետո նորից խաբեցին եւ սկսեցին տանջել։ Իպրեսեյին ասել է աշխատողներից մյուսը։ Կարի ֆաբրիկան գտնվում է նախկին հանրախանութի տարածքում։ Բանվորները այստեղ ոչ միայն աշխատում են, այլ նաև ապրում եւ սնվում։ Նրանց շուրջօրյա հետևում են 41 տեսախցիկների եւ բազմաթիվ հսկիչների միջոցով։ Անցած տարվա գործադուլի ժամանակ աշխատողները պատմում էին, որ տնօրենությունը սահմանափակում է իրենց մուտքն ու ելքը, արգելում է անձնական հարաբերություններ ունենալ, գարեջուր խմել, գնալ Իջևանի կենտրոնական սրճարաններ։ Օրական 10 ժամ կարի մեքենայի դիմաց են, 1 ժամ ընդմիջում է եւ 2 կոֆե բրեյք առավելագույնը 15 րոպեով։ Գրաֆիկից շեղվողներին կամ դանդաղ աշխատողներին հսկիչներն առաջ սպառնում էին ատրճանակով։ 5 հատ զենք ունեին, հենց դանդաղ էին աշխատում, հանում, ցույց էին տալիս, ասում են շուշուտ կարի։ Պատմել էին նախորդ գործադուլի մասնակիցներից մի քանիսը։ Շուշուտ կարի արտահայտությունը միակն է, որ բոլորը գիտեն եւ ասում են հայերենով։ Ատրճանակի կիրառման դեպքի առթիվ ոստիկանությունը նույնիսկ ուսումնասիրություններ նախաձեռնել, բայց պատժվածներ չկան։ Անցած տարվա գործադուլից հետո տնօրենությունը խոստացել էր, որ աշխատողներին էլ զենքով չի սպառնա եւ չի դիմի ֆիզիկական բռնության։ Խոստացել էին նաեւ թեթևացնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, վճարել չվճարված աշխատավարձ, վերանայել դրույքաչափ։ Հիմա նորից ծանրաբեռնվածությունը մեծացել է, աշխատողներին ստիպում են 8 ժամից ավել աշխատել։ Grand Textile-ում աշխատող միգրանտները շահագործման եւ բռնությունների մասին անցած տարվա գործադուլից առաջ էին ահազանգել։ Դեռ 2020 թվին ֆաբրիկայից մի խումբ հնդիկներ էին փախել, նրանք դիմել էին ոստիկանություն, դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել թրաֆիկինգի հատկանիշներով։ Բողոքողները աշխատանքի էին տեղափոխվել Վանաձորի Գլորիա ֆաբրիկա, աշխատավարձը ստանալուց հետո լքել Հայաստանը եւ վերադարձել Հնդկաստան։ Իջևանում մնացած նրանց գործընկերների համար էլ Հնդկաստանի վերադարձի տոմսեր էր գնել տնօրենությունը։ Դրա շնորհիվ քրեական գործը կարճվել էր բողոքների ֆիզիկական բացակայության հիմքով։
Ահազանգների ոչ այն ժամանակ է պատշաճ ընթացք տրվել, ոչ էլ անցած տվա գործադրումից հետո։ ये 10 और वीडियो का 10